Իմ ալիքում մի ժամանակ չիպսեր էի ցույց տալի յուրահատուկ համերով։ Այսօր շարունակում եմ ու այս չիպսը հաստատ դուք աշխարհում ոչ միտեղ բացի Չինաստանից դեռ չեք կարող տեսնել։ Doritos-ն է, բայց թե ինչի համով է, ես հեսա բացատրեմ։ Երևի թե չիմանաք ինչ զուտ չինական ուտեստ։ Դրա համար մի քիչ նախապատմություն պետք է տամ ձեզ։ Հայք։ Սա կոչվում է հազարամյա ձու։ Հումձուն վերցնում են, կավի, մոխիրի, հողի ու ինչ-որ էլի տերևներ բան խառնում են իրար, գոլորում են դրա մեջ ու փաղում են հողի տակ։ Դա տևում է մի քանի ամիս, այդ ֆերմենտացիան ձև։ Վերջում մի քանի ամիս հետո Ոդը չի գալի։ Մի քանի ամիս հետո այդ ֆերմենտացված ձուն իր ստրուկտուրան ընդհանրապես փոխում է։ Ամիակի ու ծննդի գազերը մեջ է արտադրվում։ Ու այդ գազերը, քանի որ մեզի մեջ նույնպես ամիակ կա, որը պատասխանատու է հոտի համար, իշան գիտե։ Դրա համար այդ ձուն, որ առաջի անգամ մենք քանդեցինք այդ հոտը առնանք, վատացանք, իբր դրել էինք կամերան պասախ տեղադրել էինք, որ պետք է այս ձուն ուտենք, նկարենք, շկալացանք ընդհանրապես ուտել։ Այդ վիդեոն տենց էլ չհրապարակվեց։ Այդ ձվի համով Doritos chips էր գտե։ Սա խանութներում չի լինում, տենց տարածած չի։ Զուտ ինտերնետում է մի ամիտ գտե ու գնել։ Հիմա փորձենք տեսնենք ինչքանով է նման։ Ինքը մեզի հետ ընդհանրապես կապ չունի։ Զուտ այդ քիմիկատը, որը մեզի հոտն ապահովում, նույնն էլ այս ձվի մեջ արտադրվում։ Դրա համար ձվից էլ է այդ հոտը տալի։ Այն մարդիկ, ով մանկուց ուտում են, այս տեղացիները նկատի ունեն։ Իրանք սիրում են, սովորում են այդ հոտը սիրում են, բայց իրանք պատրաստելու ձև ունեն։ Մենք դա չգիտեինք, մենք դրեցինք հենց տենց ուզեինք ուտել, բայց իրանք եփում են, պատրաստում են, հետո նոր օգտագործում սնունդի մեջ։ Ռոբ ուզում ես փորձես առաջինը։ Տեսնել է սիրում ունեն, հա։ Դե, բայց ոտը չի գալի, ընդհանրապես։ Հա, համը կա։ Բայց այն համով համն է, որ հիշում ես ռեստորանում կերած ճաշի մեջ։ Էսի գիտես ինչ տվա։ Այն սվելի բանս չի, ապուչին ծուծ։ Հա, ձվի համը դա։ Բայց սվելի։ Ու աղրի է։